Սիրելի հեռուստադիտողներ, կեսարյան հատումն ամբողջ աշխարհում եւ Հայաստանի Հանրապետության տարածքում համարվում է ամենահաճախ կատարվող միջամտություններից եւ վիրահատություններից մեկը։ Շատ հաճախ այս միջոցով փրկվում են շատ մայրիկների ու բալիկների կյանքեր, բայց հաճախ անտեսվում է եւ շատ քիչ խոսվում այն մասին, որ կարող է կեսարյան հատումից հետո առաջացնող բոլոր բարդությունները, տարիներ, նույնիսկ ամիսներ եւ շատ երկար ժամանակ անց ի հայտ գալ եւ դրա մասին շատ քիչ են խոսում։ Այսօր կքննարկենք ինչ է իրենից ներկայացնում հետծննդաբերական սպին, ինչու կարող են գանգատներ առաջանալ նույնիսկ տարիներ հետո եւ իհարկե մեր բժիշկ էքսպերտը եւ մասնագետը կտա իր խորհուրդները եւ իր կարծիքը այս ամենի վերաբերյալ։ Այսօրվա իմ հյուրն է, մեծ սիրով ներկայացնում եմ Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատան փոխտնօրեն, մանկաբարձ գինեկոլոգ Նորայր Ղուկասյանը։ Ողջույն, սիրելի Նորայր Նվերից ջան, ուրախ եմ ձեզ այսօր այստեղ տեսնել։ Շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել ձեր ծանրաբեռնված գրաֆիկում։ Սկսենք այն մասին խոսել, որ այո, կեսարյան հատման շատ բարդություններ կարող են հետո ի հայտ գալ, շատ ավելի ուշ ժամկետներում եւ շատ ծննդկաններ, ովքեր օրինակ ծննդաբերել են կեսարյան հատման միջոցով, 6 ամիս անց շատ համոզված են, որ ամեն ինչ արդեն ապակինվել է, արդյոք դա այդպես է։ Նախ շնորհակալություն հրավերի համար եւ շատ շնորհակալություն այսօր իմ սիրած թեմաներից եք խոսում, հաղորդումը նվիրել եք հենց նրան։ Կեսան հատումը ինքը իհարկե աշխարհում կատարվող ամենաառաջին վիրահատությունն է քանակային առումով եւ օրեցօր աշխարհը աղագնացող թվերով մեզ ասում է, որ այո, քանի գնում ավելանում է, այնինչ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մեզ ասում է, որ այն չպետք է գերազանցի 15%-ը։ 6 ամիս անց այո, կանայք մի մասը գտնում է, որ ամեն ինչ անցել է, բայց կա մի հատ հստակ արտահայտություն, որ կեսան հատումը դա ոչ թե առավելություն է, այլ կեսան հատումը սիրուն սպին, այլ կեսան հատումը դա պատասխանատվություն է։ Դա մի հատ խաչ է, որ դու նվիրում ես կնոջը եւ կյանքին իր ամբողջ կյանքի ընթացքում այն պետք է կրի։ Ցավում եմ այսօր աշխարհում արդեն աշխարհի մակարդակով ամեն երրորդ եւ ձգտում է արդեն ամեն չորրորդ կինը, ով քայլում է երկրագնդի վրա, արդեն ունի կեսան հատման սպի։ Գնահատական երևի թե զերծ մնանք, հա չտանք դա լավ է թե վատ, բայց կա այստեղ միտում, արդյոք սա խիստ հիմնավորված է թե ոչ, ամեն ինչ գնում է դրան, որ միշտ չէ, որ այս միջամտությունը հիմնավորված է լինում, այո։ Կան շատ գործիքներ, որոնք օգտագործում են գնահատելու համար, կան հրաշալի կատարված գիտական աշխատանքներ, օրինակ մեր կենտրոնը ունի լուրջ աշխատանք ենք արել, ռետրոսպեկտիվ գնահատել ենք, թե արդյոք այդ կատարվող կեսան հատումների քանակը դրանք բոլորն ունեցել են բացարձակ կամ հարաբերական ցուցումներ, այնուամենայնիվ կան մենք ունենք տեսնում ենք, որ կան խնդիրներ, որ ըստ Ռոբսոնի ենք դասակարգել եւ տեսել, որ այսինչ խմբերում մենք ունենք խնդիրներ եւ աշխատելով դրա վրա մենք կարող ենք բավականին լուրջ իջեցնել կեսան հատման ցուցումների վրա աշխատել եւ իջեցնել դրա տոկոսը։ Այո։ Որոնք են այն ախտանշանները, որոնք կեսարյան հատումից հետո կինը հաճախ անտեսում է։ Ընդհանրապես գոյություն ունի կեսան հատման սպիի լավացում հասկացողությունը։ Մեր հարգարժան կանանց հետաքրքիր է միայն նրանց մաշկի սպին, այլ ոչ թե այն սպին, որը որ կա արգանդի վրա։ Մի հատ հայկական ասացված կա, որ ասում է մի փոքր անցքից անգամ կարող է այդ տունը քանդվի, եթե պատի վրա անց կա, եւ այդ հասկացությունը վերաբերում է նաեւ արգանդին, մկանային օրգան է եւ նրա սպիի դեֆեկտի պարագայում այն կարող է լինել ճակատագրական, մենք իհարկե հաջորդիվ կխոսենք։ Կանայք հիմնականում ունեն գանգատներ դաշտանային ցիկլից հետո անընդհատ ունենում են քսվող արյուններ, անընդհատ ունենում են գանգատներ, դիսկոմֆորտ, որովայնի ստորին շրջանում։ Կանանց մի մասը սկսում է տառապել երկրորդային անպտղությամբ եւ հետազոտությունները փաստում են, որ արգանդի վրա արկա է սպիի անլիարժեքություն, իսկ այդ անլիարժեք սպիի շրջանում հավաքվում է հեղուկ, որը ժամանակի ընթացքում բորբոքվում է, որը որ թույլ չի տալիս սպերմատոզոիդի ներթափանցմանը եւ իհարկե հետագա հղիության իմպլանտացիային։ Եվ կան լուրջ խնդիրներ կապված հենց այդ սպիի շրջանի իմպլանտացիային, կան մեծ աշխատանքներ, որը նույնպես իհարկե մեր կլինիկան ունի,
Աշխարհի հետ մենք զուգահեռ քայլում ենք եւ կան մեծ խնդիրներ, որոնք կարող են ունենալ նաեւ ճակատագրական եւ տրագիկ ավարտներ ունենալ։ Այո, իրականում տեսեք շատ հետաքրքիր ինձ թվում է նույնիսկ բացահայտող նորություններ մեզ համար ոչ նեղ մասնագետների, որ նույնիսկ հետո ձվաբջջի ներթափանցման արգանդի պատի մեջ կարող է խոչընդոտել կեսարյան հատման սպին փաստորեն։ Այո, որ երբեմն նույնիսկ դառնալ հաճելի միջավայր ամենավատ իմպլանտացիայի համար։ Այ հենց մենք ես այդ մասին հարց էի պատրաստել կեսարյան հատումից հետո առաջացող արգանդի սպիի նիշան, այսպես կոչված, եթե կարելի է մեկնաբանենք ինչ է դա իրենից ներկայացնում, ինչու է դա կարևոր իմանալ եւ լուսաբանել։ Կեսան հատման սպիի գնահատումը տալիս ինքուլտրաձայնային հետազոտությամբ ախտորոշում է, արդեն կեսան հատումների թվի շատացման հետ զուգահեռ աշխարհում մի քանի ախտորոշիչ չափորոշիչներ ավելացան։ Հիվանդությունների միջազգային դասակարգման աղյուսակում ավելացավ կեսան հատման սպիի հասկացողությունը, կեսան հատման սպիի հղիություն, պլացենտա ակրետա սպեկտրում, այսինքն սխալ իմպլանտացիաներ եւ սոնոգրաֆիկ կաբինետներում էլ ավելացավ մի տերմին, որը կոչվում է RMT, ռեզիդուալ միոմետրիումի հաստության չափում։ Հստակ չափորոշիչները տալիս են, թե որի պարագայում ինչպիսի ռիսկեր են պարագայում, հենց այդտեղ սոնոգրաֆիա որ տեսնում ես, նույնիսկ ոգևորվում ես, ասում ես, «Վա, ինչ սիրուն է այդ նիշան», բայց այդ սիրուն նիշան կարա դառնալ լուրջ խնդիր հետագա հղիություն պլանավորող կնոջ համար եւ եթե Աստված ոչ անի հղիությունը իմպլանտացվի հենց այդ նիշայի շրջանում, ապա մենք կունենանք այդ պլացենտա ակրետա սպեկտրումը, որի բուժումը ցավոք 90% ավարտվում է վաղաժամ ծննդաբերությամբ եւ 90% էլ ավարտվում արգանդի հեռացմամբ։ Այսինքն ֆոնային մի վիճակ է, ընդհանրապես կա մի հասկացողություն եւ ակադեմիական գրականության մեջ գրված է, որ արգանդի սպիի անլիարժեքության այդ նիշը, այդ փոքրիկ դեֆեկտը պետք չի նայել, որ ընդամենը միլիմետրով դեֆեկտ է։ Այն նայում են որպես բիոլոգիական շարունակություն ունեցող process-ի։ Այն հիմնականում շատ ուղեցույցներ ամերիկյան մանկաբարձ գինեկոլոգների քոլեջը, եվրոպական ասոցիացիան FIGO-ն ասում են, որ պետք է կեսան հատման նիշը անպայման բուժելու տարբեր ձևեր կան, հիմնականում մեր կողմից առաջարկում է հիստերոռեզեկտոսկոպիա, եթե այն կրիտիկ է, ապա անում են լապարասկոպիկ մետրոպլաստիկա եւ յուրաքանչյուր հղիություն պլանավորող կնոջ առջև դա միանշանակ առաջարկվում է։ Բացի այդ, յուրաքանչյուր աշխատող պրակտիկ բժշկի սեղանին արդեն դրված է այդ հստակ ալգորիթմը, որի պարագայում առաջարկել վիրատական բուժում, որի պարագայում ոչ, եթե կինը հղիություն չի պլանավորում եւ ունի ասիմպտոմատիկ նիշ, այսօր մեր բուժառուները հիմա լսում են, ապա պետք չի նրան ոչինչ անել, պետք է ընդհանրապես դինամիկ սոնոգրաֆիա։ Իսկ եթե կինը հղիություն է պլանավորում եւ այլն, ապա այն պետք է միանշանակ դիմի բժշկի եւ ստանա համապատասխան բուժօգնություն։ Այո, շատ լավ, մենք խոսում ենք այն մասին, որ ավելի շատ ուշացած բարդություններ կարող են լինել։ Ես կուզեի, որ մենք փորձենք տարանջատել այ որոնք են առաջին նշանները, որոնք ինչ որ առումով նորմալ են եւ դա ապակինման մի բնականon մասն է կազմում, հա, օրինակ մոտակա, չգիտեմ, 3-6 ամսվա ընթացքում եւ որոնք կարող են հետագա բարդություններ լինել, որոնք արտահայտման դեպքում կինը նույնիսկ մտքով չի անցնի, որ դա օրինակ կեսարյան հատման հետևանքով է եւ ժամանակին դիմի բժշկին, եթե կարելի է այս երկու տարբերությունների մասին խոսենք։ Կանանց հետաքրքրում է, որ իրենց մաշկը շատ լավ ապակինվի, այո, էսթետիկ տեսանկյունից գեղեցիկ լինի, սուրգանգատներ չլինեն եւ իհարկե բնականաբար մենք ունենք ավելի վաղ բարդություններ, դա մանկաբարձական սեպսիսն է, որը կեսան հատումների ժամանակ մենք ավելի շատ ենք ունենում, քան բնական ծննդաբերությունների ժամանակ։ Սովորաբար նաեւ ունենք հակառակ կողմը, երբ կանայք որոշում են շատ արագ գնալ ուլտրաձայնի եւ դեռ չափակինված վերքը ունենում ենք ուլտրաձայնային
հետազոտության կաբինետի մասնագետներ, որոնք վաղօրոք ասում են, վայ, սպիդ դուրս չի գալիս, ուշադիր պետք է լիներ, այստեղ նիշա է ձևավորում եւ այլն։ Այնիշ դեռ ժամկետը օպտիմալ չի անցել։ Առաջի օպտիմալ ուլտրաձայնային հետազոտությունը պետք է արվի մինիմալ 3 ամիս անց, որովհետեւ այն կարանյութը աշխարհը, որը Vickrell-ը օգտագործում է, նրանք մաքսիմալներ են ծծում 72 օր անց։ Երբ էլեկտրոնային միկրոսկոպիայի արվում, ապա տեսնում են, որ այնտեղ թելայի դեռ մնացորդներ երևում են։ Այլևս չկա 72 օր անց։ Այսինքն, եթե 3 ամիս անց արդեն իսկ ախտորոշվում է, որ արդեն կա նիշա, ապա կինը արդեն այն պետք է պահի խիստ հսկողության տակ։ Ինչ մնում է հետագա հղիության պլանավորման եւ այլն։ Եթե գանգատ չունի, ապա թարմ վիրահատություններից հետո պետք չէ այն կորեկցել։ Կան կատարված շատ մեծ գիտական աշխատանքներ, որ այդ մետրոպլաստիկաներն էլ այդքան տենց 100%-անոց չեն եւ ամենաբարձր ռեյթը, որը տալիս է ակադեմիական բժշկությունը, չի ձգտում մինչեւ 70%-ը։ Այնուամենայնիվ մենք գինեկոլոգներս մեր մտքում մի փոքր աղոթում ենք, որ ինչ կլինի վիրահատությունից հետո, խնդրում եմ անպայման հղիությանը իմպլանտացրա արգանդի հետին պատին։ Եվ բնությունը միշտ մեզնից խելոք է եւ հաջողության հասնում են գինեկոլոգը այն բժիշկով բնությանը հակառակ չի գործում եւ 70% դեպքերում պտուղը միշտ իմպլանտացվում է հետին պատին, այո, եւ մեր հաջողված դեպքերում մենք միշտ չի որ ամեն ինչ մեզ ենք վերագրում, ասում ենք, «Բա ինչ լավ է, որ պտուղ իմպլանտացրեց հետին պատին», այո, որ ու մենք ունենում ենք արձանագրված հաջող ավարտներ։ Ինչ լավն էր, շատ գեղեցիկ է հնչում, որովհետեւ տեսեք մենք կարող ենք անverջ խոսել բարդություններից, մտավախություններից, հիմնավորումներից, բայց ինչպես դուք ասացիք, շատ հաճախ եւ հանգուցալուծումը շատ լավ է լինում, չնայած որ վատ չէ լինի զինված լինել, իրազեկված լինել եւ ցանկացած որոշում կայացնելուց առաջ իրոք երկար մտածել հետագա բարդությունների մասին։ Այս թեմային է ուզում անդրադառնալ, նախ եւս մեկ անգամ շնորհակալ եմ, որ անդրադառնում եք այսպիսի մի շատ կարեւոր ու ցավոտ թեմայի։ Վերջին օրերս Ֆիգոյի մեծ կոնֆերանս էր եւ Ֆիգոյի պրեզիդենտը, երբ որ ելույթներ ունենում, ասում էր, այ օրինակ գիտեք, որ այսինչ հայտնի աստղի մոտ եղել է պլացենտա ակրետա եւ կեսանից հետո 4-րդ երեխայից հետո հեռացրել են նրա արգանդը։ Իհարկե ոչ մեկս չգիտեինք։ Ինչի, որովհետեւ կանայք նմանատիպ բավականին հայտնի սոցիալական առումով ճանաչված աստղ, մենք չենք խոսում մեր բարդություններից։ Ինձ դիմաց յուրաքանչյուր կին, ով ուզում է անիմաստ կեսան հատման գնալ, լսում է, որ Էրեբունի բժշկական կենտրոնում տարին մինիմալ 20 կին իրենց արգանդը թողնում են կեսանից հետո վիրահատարանում։ Ես շատ ցավում եմ եւ ես ասում եմ կրկին, որ պետք է մաքսիմալ խուսափել կեսան հատումից։ Կեսան հատումը ինչպես պատմական ակնարկներով հակ ունենք, ինչպես Հուլիոս Կեսարը ցույց տվեց, ինչպես Ցեզարե բարը թարգմանում է կեսարան հատում եւ այլն, այն պետք է լինի կյանք փրկող վիրահատություն։ Այն պետք է փրկի կամ մորը, կամ բալիկին, կամ երկուսին միասին։ Եվ եթե այս սկզբունքով մեր ժամանակակից աշխարհում կանայք շատ ավելի առողջ են։ Կանայք պետք է լինեն շատ ավելի ինֆորմացված եւ ես ցավում եմ, երբ որ 26-27 տարեկան աղջկան, երբ տեսնում եմ, որ պետք է ծննդաբերի, տագնապն այնքան շատ է, որ նա չի կարողանում ճիշտ կողմնորոշվել եւ ակամա կեսան հատումը համարվում է իր փրկությունը։ Նորայնը վերջ, եթե կարելի է մեկնաբանեք նաեւ այն հատվածը, որը կարող է լինել պատճառ առհասարակ դիմելու կեսարան հատման, բացի վախերը, ինչը քիչ չէ, ես հավատում եմ, որ իրոք ծննդկանի հոգեվիճակը քիչ կարևոր չէ, միանշանակ, դա բժիշկների կողմից միգուցե իրազեկվածության պակասը, ավելի ռիսկերը ոչ բավարար գնահատելն է, արդյոք կան այսպիսի բժշկական բացթողում կամ սկալ, որ դուք կհամարեք, կամ քիչ իրազեկվածություն, որ նման դեպքերում կարելի է դիմել բնական ճանապարհի, բայց նախապատվությունը տրվում է կեսարան հատմանը նաև բժշկի կողմից։ Ամեն ինչը գալիս է, որ սխալ է մատուցվում ինֆորմացիան։ Եթե օրինակ մենք վերցնենք, որ Էրեբունի բժշկական կենտրոնում տարեկան լինում է 6000 ծնունդ եւ ամենաշատը խնդիր ենք ունենում 6-ի հետ, ապա այդ 6 պացիենտի բարդության աղմուկը շատ ավելի շատ է լինում, քան թե 5994-ը, ապա հենց առաջին իսկ աշխատելու տեղը մենք ունենք այդտեղ։ Յուրաքանչյուր հաջողված ծննդաբերությունից հետո դիմում եմ եւ ասում եմ՝ գոհես ծննդաբերությունից, ասում եմ՝ այո, ասեմ քանի հոգու
հետ դու կկիսվես։ Նմանատիպ դեպքերում մեր աղջիկները մեկ եռանկյան հետ են կիսվում։ Դա իրենց առաջնային հարազատներ են՝ մայրիկը, քույրիկը եւ իր ամուսինը։ Իսկ եթե դեպքը լինում է վատ, ապա ինֆորմացիան վատ լուրը ունի լույսի արագություն եւ սկսում է տարածվել։ Մինիմում մի քանի հազար հետևորդ։ Այո, մինիմում էկոնոմիկայի օրենքներից մեկն է, որ տարածված օրենքներից մեկն է։ Ուստի այդ ժամանակ մենք պետք է աշխատենք, որ լավը տարածենք եւ պատկերացնում եք մի զինվորի, ով մտնում է մարտի դաշտ արդեն տագնապի եւ վախի մեջ։ Մենք տղամարդիկս ես հստակ կարող եմ ասել, որ մենք այդպես չենք, որ մենք վատ ինչ-որ միտեղ են գնում եւ մեզ դիմում են ինչ ա եղել այդտեղ, ասում են ոչինչ, դե բան չկար, անցանք կգնաս կտեսնես, հա, նույնիսկ եթե իսկապես վատ ասարսուր ճանապարհ, բայց հավատացնում եմ կանայք մի փոքր սխալ են ինֆորմացիա հաղորդում իրենցից հետո եկող գեներացիային։ Հակառակն էլ ունենք, այսօր մենք շատ հասանելի բժշկություն ունենք, շատ հասանելի եւ շատ որակով։ Եվ ես ինքս կարող եմ փաստել, որ ես ունենում եմ ծնողներ, որոնք իրենց աղջկան թույլ չեն տալիս, որ ծննդաբերի։ Եվ բերում են այն 1, 2, 3 օրինակները, որոնք տարեկան եղել են Հայաստանի բոլոր կլինիկաներում եւ անընդհատ այդ ահը սարսափը լարում են բուժանձնակազմին եւ յուրաքանչյուրս էլ բոլորս էլ սոցիումի ազդեցության տակ ընկնում ենք եւ որոշակիորեն փորձում ենք կամակատար լինել, կատարել նրանց կյանքը, ինչքան էլ մենք սկզբունքորեն դրան դեմ ենք։ Դուք շատ լավ ասեցիք, որ գոյություն ունի ալգորիթմ, որ յուրաքանչյուր բժշկի, հատկապես մանկաբարձ գինեկոլոգների սեղանին կա, հասկանալու համար ինչպես ճիշտ կողմնորոշվել եւ ճիշտ որոշում ընդունել։ Արդյոք կա այդ ալգորիթմը ավելի հանրամատչելի նույն մեր հեռուստադիտողների, այն ծննդկանների համար, ովքեր արդեն ունեցել են ծննդալուծում կեսարյան հատման միջոցով, ինչպես անել հետագա կամ հեռահար բարդություններից խուսափելու համար կեսարյան հատումից հետո, որոնք են այդ խորհուրդները կամ ալգորիթմը։ Մշակված են, մենք հիմնականում խորհուրդների հետ արդեն տալիս ենք առաջին իսկ վիրահատությունից հետո։ Այսօր շատ արդեն ընդունելի է դարձել եւ օրենքով կառավարելի հեշտոցային ծննդաբերություն կեսանհատումից հետո միջազգային գրականության մեջ գտնում է ԶՈԲԱԿ տերմինը, որ նույնպես արդեն թույլատրելի է եւ մենք մեր բժիշկներին շատ ողջևորում ենք, որ ունենան ծննդաբերություն կեսանհատումից հետո, այնուամենայնիվ կան հստակ ամրագրված ալգորիթմներ, որ թարմ սպիից հետո եթե պտուղը 3.5 կիլո եւ ավելի է, նույնիսկ վբակի չթողնել, հստակ ամրագրված է, որի պարագայում ինչպիսի ուշադրություն ցույց տալ, արդյոք հղիության վերջին ժամկետներում մեր ուլտրաձայնային սենյակի մասնագետները գիտեն, որի պարագայում ահազանգեն եւ նրանց հոսպիտալիզացնեն։ Այսինքն ուզում եմ ասեմ, որ այս թիմային աշխատանքը տալիս է իր հրաշալի արդյունքը։ Այո, շատ լավ, շնորհակալ եմ շատ, ես նույնիսկ լսեցի միտք այդ հարցը ավելորդ անգամ չեմ տա, հնչեցնի, որ անգամ կեսարյան հատումից հետո բնականon լավացման դեպքում, ճիշտ ժամկետների դեպքում հնարավոր է բնական ճանապարհով երկրորդ եւ հաջորդ ծննդալուծում։ Այդ շատ ուրախալի փաստ է։ Այո, եթե ծննդատունը երրորդ մակարդակի է, եթե այն զինված է, որ նույնիսկ ամենափոքր խնդրի դեպքում կարող է արձագանքել եւ ավարտել երջանիկ ավարտով։ Բայց այնուամենայնիվ այստեղ էլի կան հստակ ամրագրված ալգորիթմներ, իսկ Էրեբունի բժշկական կենտրոնը միմիայն ողջունում է։ Շնորհակալ եմ շատ այսքան հետաքրքիր լուսաբանման համար։ Եթե օրինակ լիներ միայն մեկ հետազոտության հնարավորություն, որ կինը կեսարյան հատումից հետո օրինակ 1 տարվա ընթացքում պետք է անցնի, որը դա կլիներ կամ ձեր խորհուրդը ընդհանուր կանանց համար։ Միանշանակ ուլտրաձայնային հետազոտություն։ Այո, մենք վիրաբույժներս նաև մեր գլուխ կողում ենք մեր դերած մաշկի կարերով, բայց ես ինքս շատ զանգեր եմ ստանում եւ շատ մեսեջներ են գալիս պացիենտների հետ ուլտրաձայնային սենյակներից, որ կփոխանցես բժշկիդ, որ հրաշալի սպի ունես։ Գիտեք, երբեմն զգում եմ, որ նույնիսկ պացիենտը չի էլ հասկանում, թե ինչ կարևոր նամակ էր փոխանցում, բայց այստեղ պետք չի որ նա հասկանա, այստեղ պետք է որ մենք ազգովի ունենանք առողջ մայր, որովհետեւ մեր ազգի զարգացման գրավականը դա առողջ կինն է։
Շնորհակալ եմ շատ, իսկ ինձ մնում է հիշեցնել, որ այսօրվա իմ հյուրն էր Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատան փոխտնօրեն մանկաբարձ գինեկոլոգ Նորայր Ղուկասյանը, ում հետ խոսեցինք կեսարյան հատումից առաջացող հեռահար, բարդ կամ համր բարդություններից, բայց սա բոլորովին կոչ չէր խուսափել կեսարյան հատումից, այլ կատարել այն ավելի գիտակցված եւ լինել իրազեկված։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար, իսկ մենք գնացինք առաջ։